Բարև հայեր ջան։ Ուրեմն գիտեք, Գոր Ամատունի մասին խոսացել եմ Իրան իրականության պատկերի մասին, որ ինքը թլպատված ջվուդ է, որ ոչ մի գիտնական ինք չի, ոչ մի զենք արտադրող չի, որ հայերին խապում է փողերը յուրացնում են ժողովուրդը։ Նաև ձեզ կուտ են տալիս, որ Նիկոլի օրով իշխանությունը մտածում է պետությունը զարգացնի, ապահովի, ես չգիտեմ, պաշտպանի։ Հիմա սա խերտով կխոսամ, մեր հայերը անհանգստացել են, ժողովուրդ ջան, մի վախեցեք իմ համար, ուրեմն այս հայվանը ելույթ է ունեցել, բոլոր հարցումներով մենք պարտվում ենք ելույթ է ունեցել Իրան ապուշ վիդեոներ սար Ուրեմն իմ մասին ինչ ասես չեն գրել, ով ասես չի գրել եւ այլն։ Բայց մի հատ կին բակվիցիա ոնց որ բիզբիզ մազերով։ Իմ մասին ինչ ասես չասես էլի կներեի, կանցներ կգներ, ցուցակ կցեի կգներ։ Բայց իմ 70 մի րոպե կարծեմ ընդհատվեց։ Ուրեմն իմ մասին ինչ ասես չեն գրել, ով ասես չի գրել եւ այլն։ Բայց մի հատ կին բակվիցիա ոնց որ բիզբիզ մազերով։ Իմ մասին ինչ ասես չասեց, էլի կներեի, կանցներ կգներ, ցուցակ կցեի կգներ։ Բայց իմ 70 անց տարիքով մայրիկին կպավ։ Ես կյանքում առաջ անգամ տալիս եմ դատի։ Դու պատասխանելու ես քո բառերի համար։ Այդ 10,000 դրամը, որ քեզ տվել են, որ իմ մասին խոսես, չի ասնում։ Դու շատ կտուզվես, շատ։ Շարունակություն հետո ժողովուրդ, սկզբից իմ պահով պատասխանեմ իրան, նոր մնացածը։ Ուրեմն փաստորեն ովքեր որ ինձ գրում են, որ մազերը սանրված չեն, բիզբիզ են, փաստորեն քորնինչ ուզում է երկու աչք։ Փաստորեն ես հիմա հասկացա, որ այս քաչալը սենց լավ, սենց սլացող քաչալով, սրանք երևի նեղվում են, որ սենց փարտամ մազեր ունեն, բայց իմուտ էլ չգիտեն ինչին կբնեն, մազերիս են կբնում, որ մազերս բիզբիզ են։ Նայի քաչալ, այս մազերը համ փարտամ են, համ սիրումն են։ Ուրեմն այս ելույթը ընդամեն ունեցար, որ իբր թե 10,000 դրամ փող են վերցնում ու խոսում եմ։ Ուրեմն առաջնահերթին, ժողովուրդ, իմ համար մի վախեցեք, ես գրակետ եմ, ես գիտեմ ինչ եմ սրանց անում։ Ուրեմն քաչալ, եթե իմ մազերը բիզբիզ են, ես պիտի դիմեմ քեզ քաչալ։ Ուրեմն քաչալ, առաջնահերթին ապացույցի, որ ես քո մայրիկ եմ քրվել, բայց հիմա ասում եմ ափսոս, որ չեմ քրվել։ Նրա մայրիկը, ով որ չաբացույցի, որ ես մայրիկ եմ քրվել։ Նրա մայրիկը, ով որ չաբացույցի, որ ես 10,000 դրամով եմ խոսում կամ չգիտեմ միլիոններով եմ խոսում։ Եթե դու Նիկոլի օրով կարաս նստես, զենքից խոսաս, զենք արտադրես, փողեր միլիարդներ հավաքես, ուրեմն դու ԱԱԾ-ով պաշտպանված ես։ Ուրեմն դու դոստուպ ունես, հնարավորություններ ունես, ինձ սենց ասեմ, բռնցնես,
բռնցնես, որ ես իբր թե փողով գործ եմ անում։ Կամ եթե ինձ կանխիկ են տալիս, ուրեմն նգարած պիտի լնեք։ Եթե ինձ փոխանցումներ են անում, այդ փոխանցումները աչքը մտցրեք մարդկանց, կամ այդ նգարները, որ ես փողով գործ եմ անում։ Դե տղա ես աբացույցի։ Դու չես կարա աբացույցես են, ինչ որ գոյություն չունի։ Եթե չաբացույցիր քո մայրիկը, էդի քեզի մեկ։ Եթե դու չկարողացար աբացույցել, որ ես քո, եթե դու քաչալ չկարողացար աբացույցել, որ ես քո մայրիկն եմ քրվե, ուրեմն ես քո մայրիկը, էդի երկրորդ։ Երրորդը, ժողովուրդ ջան, երբ որ կբողոքես իմ վրա, ես ուզում եմ, որ դուք բողոքեք իմ վրա։ Իմ վրա բողոքեցին գարուն, թե համար, ես սաղ վիդեոները դրեցի, ինձ ասեցին, որ դու բռնության կոչ ես անում, ես աբացույցեցի, որ ես կոչ եմ անում, բայց ես ոչ թե բռնության կոչ եմ անում, այլ բռնանողներին ոչնչացնելու կոչ եմ անում եւ աբացույցել եմ, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյան համար առաջին հանցագործն է երկրում, բոլոր սահմանադրական օրենքները խախտե, ազգը ու երկիրը ենթարկել է ոչնչացման, աբացույցել եմ դա ու պահանջել եմ վարչապետին եւ բոլոր քաղաքական դաշտում ովքեր որ կան, բոլորին ձերբակալեն։ Դե եթե Մագդան սխալ բան արածելն են, ժողովուրդ ջան, իմացեք մի մազի չափով սխալ բան որ արածելն եմ, սրանք մահանի վրա են։ Իմ վրա Անահիտ Ստիպանյանն են, որ սենց հայուհի դերա տանում, քնճագանում գնացել էր, բողոքել էր։ Հիմա ժողովուրդ ջան, որ դուք իմանաք, ուրեմն քննությունը վարում են վիդեոկամերայի դեմ։ Նկարները ցույց եմ տվել, բողոքը գնացել է, որ ես մտել եմ իրան անձնական դաշտ։ Նկարները իրան անբարոյականության նամակները, այդ Մարտնի Միչայելոց այդ տղամարդը որ գրել էր, ես իրավունք ունեի իրան չարցնեի, բայց տիրույթում էր։ Բայց ասի մարդա կարող է պայտակ չղայնացել է գրել է, հետո փոշմանած լինի, իրան գրել են, որ կարել է, ասեցի ինչ ուզում ես քուր ջան արա։ Ես ցույց եմ տվել քննիչին, որ սաղ բաց տիրույթի միջից է, իրան աղջիկների, իրան փեսու, ես ամեն ինչը ցույց եմ տվել, բաց տիրույթի մեջ է, որ գաղտնիքն է Մագդան, իրան անձնական գաղտնիքը բացահայտել։ Մագդան մի գաղտնիք է բացահայտել, որ այս լկտի աղջիկները իրան սեփական աղջիկներն են։ Դրա համար ինձ դա հասնում։ Մարդիկ գրեցին, որ անբարոյա, այս մարդը գրել է անբարոյա։ Հա, իմիջայլոց պատմեմ։ Նկարները տանում եմ, այսենց կողում եմ կամերայի մեջ, քննիչները խնդում են, գիտեն անգրագե դեդա մնացեմ, ասում եմ մորկուր ջան, մեզ ցույց տալու տեղին չես տանում նկարները կողում կամերայի մեջ։ Ասի տղա ջան, այս նկարները, այս վիդեոն պիտի տանես դատավորը նայի։ Ես հենց կրուպնին պլանում դադավորին եմ ցույց տալիս, որ դադավորը տեսնի ու մասին է խոսք։ Խնդացին, ասեցին, քննությունը ավարտվավ, մորկուր ջան, ես մեզի չարեցիր դու։ Հիմա քաչալ։ Ես ուզում եմ, որ դուք իմ վրա բողոք գրեք, հենց դուք քաչալ։ Ուզում եմ քո իսկական մարդիկ, որ սաղ գրում են, քո իսկական անուն ազգանունից բացի, որ հանդես գա դու ով ես իրականությամբ, լսում ես ինձ, քաչալ լսում ես, հիմա դու որ պասպորտով ես դիմելու, ես որ քո համար սարքել են, թե քո իսկական պասպորտով, ես ուզում եմ դու բողոքես, վերջապես ելնի մեյդան, դու ով ես իրականությամբ և չմոռանաս
այնտեղ որ դիմումը գրում են, ներքևում գրում են դիմող, անուն ազգանուն, պասպորտ, սերա, կեմվիդն, այսինքն որ ներքին գործերի, որ շրջանի ներքին գործերից է տրված, բաժամունքից, եւ պասպորտ սերա բան սա։ Չմոռանաս։ Շալվարիդ միջի պասպորտը նկարես թլպատված, կպցնես դիմումին, որ տեսնեմ, որ թլպատված ես։ Չնայած ածեն լավել իրան ագենտուրնի ցանցը գիտի։ Եղավ, էդի քեզի մեկ։ Հիմա անցնեմ մնացածին ժողովուրդ ջան։ Ես սպասում եմ քո բողոքը, որ ես մի հատ ճշտեմ։ Հիմք ունենամ, որ դու ամբողջ աշխարհից հայությունից հավաքում ես գումար։ Ինչ հիմքով դու այդ գումարները հավաքում ես։ Երկրորդը, ինչ հիմքով դու իբր թեստեղ զենք ես արտադրում, ինչ իրավունքով, ինչ հիմքով, ինչ կրթություն ունես, ինչ կազմակերպություն ունես։ Եվ հաշվետվությունը բոլոր մարդիկ ինձի գրում են, մարդիկ ինձ չեկեր են ուղարկում, որ քեզ ինչքան գումարներ են ուղարկում։ Իմիջայլոց Կարին Տոնոյանի մասին են մարդիկ գրում, որ բլինդաժներ, ձոտեր, բաներ սարքելու համար Ռուսաստանից մարդկանցից փող հավաք է, մարդիկ փող են ուղարկե, Կարինե Տոնոյանից պահանջում են վիդեո կադրերը, որ դու դոտ ես սարքե, բլինդաժ ես սարքե, բան ես սարքե, մարդկանց փողերի աչոթները տվեք, բա դուք գիտեք ոնց ա լինելու։ Այնենց որ քյաչալ, գոր ամատունի տակ թաքնված եվրեյ։ Դեմի դատարան, որ Մագդան հիմք ունենա, պահանջի, на каком основании, кем ты являешься, ты не гражданин Армении, на каком основании, кто ты такой на самом деле, что ты действуешь на территории Армении, на каком основании ты занимаешься сбором средств, на каком основании у тебя здесь якобы есть ժողովուրդ կոնստրուկտորսկի բյուրո ունի, արտադրամաս ունի, ինչ ունի։ Մի հատ հասկանանք զենք արտադրողը իբր թե ով է, ինչ զենքեր է արտադրվում եւ բոլոր ֆինանսական հաշվետվությունները ումից ինչքան գումար ա եկե, ինչ զենք է արտադրվե եւ այդ զենքերը որտեղ են գտնվում։ Яжду, ոչ բիզբիզ մազերով գոր ամատունի։ Ահա, հիմա սանրվեմ ժողովուրդ ջան, որ մի օր հանգիստ են թողել ինձի, չեն գրե, որ մազերը ծանրի գոյն է։ Տեսակ ոնց հարցերը լուծեցի։ Հիմա տեսնենք ինչ կգրեն։ Հիմա լսենք շարունակություն ինչա խոսում եսի։ Ժորժան, սենց բան ասեմ ձեզ։ Այսօր դուք տեսակ ինչ է կատարվել մեր պարադը, ես էֆիրից առաջ համտածում էի, էֆիրի ժամանակ ես շիլացեմ հանգարց։ Էֆիրի ժամանակ հանգարց շիլաց։ Մեր երկիրը դարավ երկիր, ուժ դարավ, հզոր դարավ։ Մի հատ անեկդոտ կա, ժողովուրդ ջան, ես պատմեմ, ասում ապեր ինչով ես զբաղվում, ասում դիվանին պարկած եմ սաղուրը, որ ասում շատ լավ գործ է, բայց ասում ապեր լավ գործ է, բայց կոնկուրենտ այնքան ունեմ, հիմա այդ կոնկուրենտները դիվանին պարկածները, որ գրում են, բան է կարել, ձեր եղբայր Գորամատունին իրալուման ուներ այսօրվա հրապարակում, բան է կարել է դիվանին պարկած։ Ու պրիշում իմ արածը մի կաթիլ է ժողովուրդ ջան։ Ավել քան 6 տասնյակ ֆիրմա աշխատում են մեր ռազմարդյունաբերության համար։ Կնես բաներ են ստեղծում։ Դուք անգամ չտեսակ 20% ինչ ունենք։
ու լիքը բան չտեսակ, որը կա։ Թե քանակը, թե լիքը բան, որ ունենք, բայց ցույց չեն տվել։ Այսինքն ինչ տեսանք, սա 20% չէր, դե 15%։ Այսինքն մի ժամվա մեջ ինչ տեսակ, բազմապատկեք 6 ժամի, այդքան զենք ունենք ցույց տալու ժողովուրդ ջան։ Մենք դարձել ենք հզոր պետություն։ Մենք դարձել ենք անկախ հզոր պետություն, գորբագոր ամատունին, մի հատ բոզլամիշա լինում, որ սրդաճմլիկ ուզում ալացի, մտածել է ոնց իրան զասպի, որ չլացի, հիմա ցույց տամ գորամատունի իրական պատկերը ժողովուրդ ջան, որ բոլորը մտնում են իրան պատվերով էջս, փորձում են ինձ ինչ-որ բան անել, որ գորամատունին չկպնես։ Այս նգարը տեսնում եք, էսի Կրեմլի դեմ, էսի գորամատունինա, էսա ես ավելի խոշորացված ցույց կտամ դեզի, այս բանտիկը, էսի իրան հետի նկարվածներն են խոշորացրել եմ ժողովուրդ ջան, տեսնում եք արունները դեմքերին քսած, արունները դեմքերին քսած, շարունակեցեք, էսի ինքնա նայեք, էսի ինքնա, այ տեսնում եք, այս դեմքը ինքնա, տեսակ, բա այս գյոզալ փարտան մազերը թապել են, ոնց չտրակվի Մագդայի մազերին, բա մեղավոր անասունի ծնունդ, այլասերվածությունով չզբաղվեր մազերդ մնային, նայի ասու տված մազերա, թող տրակվի, էսա նայեք իրան հետի, նայեք ժողովուրդ ջան, դեմքերին արունները քսած, նայեք, էսի ինքնա իրանց հետնա, էս նգարնա խոշոր ծրել եմ ժողովուրդ ջան, ցույց եմ տալիս ձեզի, էսի ինքնա, էսա ինքնա, նայեք, էսի ինքնա, այս սրանց հետնա, նայեք, այսի նայեք, այսի, այս պերսանաժները նայեք, այս կաբիկը սատանիստը, Էփշտեյնի ցուցակն է ժողովուրդ ջան, Էփշտեյնի ցուցակն է, այլասերվածների ցուցակից է, ում դենք մենք պայքարում ենք ազգովի, սա զենք արտադրողը, հիմա, որ ասում է, որ դուք դեր բոլորը չտեսակ, մենք հզորացանք, Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ մենց հրդեհների ժամանակ սարքավորումներ ա գնում, որ այդ սարքավորումները, այդ հրդեհների ժամանակ սարքավորումներ ունեն, որ հրդեհները հանգցնեն։ Ժողովուրդ ջան, ամբողջ աշուն, ամբողջ գառնան գլուխ, հազարավոր հեկտարներով անտառներ են վառվում։ Բա այդ սարքավորումները ուր են, որ անտառները վառվում են, անտառներ հանգցնող սարքավորումները ուր են։ Հիմա ոնց հասկանանք, անտառները հասկանալով վառում են, սարքավորում ունեն, չեն հանում, թե սարքավորումներ չունեն, ինչ զայրումար են տանում սենց, մենք ինչ իմանանք, էդի ինչա։ Անտառները հեկտարներով վառվում էր, մենք սարքավորումների աշխատացնելը չտեսանք։ Հիմա մի ամբողջ չաս Վարդենիսում վառեցին, 15 տղու սաղսաղ վառել են։ Այդ սարքավորումները ուր են։ Ես ուզում եմ հարցնեմ, մեր երկրում վառվում է մի ամբողջ չաստ, զինվորները հետը վառվում են, ոչ մեկը պատասխան չտվեց, բոլոր օրենքները խախտելով, գիշեր վառվելա, առավոտին կարտենելա, ասեց, որ բենզին հենց իրանք են լցրել։ Հետաքրքիր է, այդ բենզին լցնողը վառվելա, թե չի վառվել։ Եթե այդ բենզին լցնողը չի վառվել, ինչի իրան չդադեցին։ Ուզում եմ հասկանամ, խցին այդ վառվողների վրեն, ինչա բենզինը լցրեցին, վառեցին, վազեցին խորը քնան, 15,
Հզոր տղեկ, գիտեք ումն են վառել, ժողովուրդ ջան։ Հիշում եք, նոր տարվան գնացել էր չաստ, պարում էր։ Այդ են տղեկներին վառեց, որ առանցին կայնած էին, իրան հետ չպարեցին։ Դրանց վառեց, ժողովուրդ ջան։ Գնացել էր մի կես տարի առաջ, մի քանի ամիս առաջ նոր տարի չաստ, պարում էր իրանց հետ, ով չպարեց, այնտեղ այգունում առանցին տղեկը կայնած են, այդ դրանց վառեցին։ Այդ սարկավորումները, որ ցույց ես տալիս, հզոր դարձանք, չգիտեմ, անկախ դարձանք, սուվերեն դարձանք, չգիտեմ ինչ դարձանք, Արցախը տվինք, Ջերմուկը տվինք, Սևլիջը տվինք, 4 գյուղ պիտի տանք, սահմանամերձ գոտիներից դբրոցներ սաղ փակումա, որ օբշի պիտի տա։ Այդ ուր են այդ սարկավորումները։ Բա եթե քու երգրում, քու սարկավորումը կա, ու քու ամբողջ միջաստը վառվում է, քո սարկավորումներից ինչ օգուտ։ Էտենց պարատ 16 թվին Սերժիկն արեց, ապրելանից հետո, ժողովուրդ ջան, դուք ումն եք հավատում, Սերժիկն արեց պարատ, ասեց Իսկանդեր ունեմ, աշխարը չունի, ինչ ալիվի 5 միլիարդ զենքը, մենք Իսկանդեր ունենք, հանեց Իսկանդերները, պատերազմի ժամանակ Իսկանդերը ում խփեցին, մեր երեխեքներին, այսինքն մեր զենքը, պաժար հանգեցնող զենք ունենք, համատարած մենց պաժարի դեպքում, մեր եղած զենքը, մեր երեխեքներին չի փրկում, մեր անտառները չի փրկում, եղած Իսկանդերը թշնամուն չի խփում, մերոնց է խփում, ես ոնց հասկանաք, մի պարզ բանով, երգրիտ խեգին, ամբողջ քաղաքական դաշտը, ժողովուրդ ջան, և մամուլը, որը տարածում է, ինչ որ պետքա տարածեն ժողովուրդին խապեն, քո թշնամիներն են, հայ ազգ։ Հիմա, այսօր ինֆորմացիա եկավ, որ մի հատ բժիշկ էլ 30 տարեկան, անհայտ պատճառով մահացել է։ Մի ամսվա մեջ 3 բժիշկ մահացան, 30 տարեկան, այսինքն խելքը, ուժը, փորձը, գիտելիքները արդեն պատրաստի գործող բժիշկներ։ Մի ամսվա մեջ մարդիկ արդեն գրում են, այս ինչ հաշիվ է։ Այս ինչ հաշիվ է, բժիշկները երիտասարդ իրար հետևից մեռնում են։ Ասեմ ձեզի։ Բոլոր բժշկական հաստատությունները, վպլոյտ դե լաբորատորի, ջվուդների ձեռնա, ժողովուրդ ջան, դուք որ գրում եք DNT ստուգեն բա, ժողովուրդ միամիտ մի եղեք։ Իրանց ջվուդներին կգրեն հայ են, մեզի կգրեն ջվուդ են։ Հասկացաք։ Այդ միամիտ հերիք է եղնեք, որ գրեք, որ DNT ստուգեք։ DNT ստուգել պետք չի, շալվարն ես իջեցնում։ Всё, պասպորտը, այսեն սատանեն իրանց գլխին օին բերեց շելմովանեղ։ Պասպորտները փոխեց քորը, ջվուդներով փոխեցին պասպորտ, ազգություն տողը հանեցին, ազգանունը յանը խփեցին, մտածին всё, կարան խապեն։ Իսկական պասպորտը շալվարի մեջն է, սկսած Նիկոլից, ժողովուրդ ջան։ Տեսակ սատանեն իրանց հետ ինչ արեց։ Ուրեմն երրորդ բժշկին սպանում են, ժողովուրդ ջան, հասկացեք։ Պատրաստի հայերին փրկող բժիշկներ։ Դուք իմացեք, որ բոլոր երկրներում նստած են դոկտոր Մենգելները, այն որ 41-45 թվին փորձարկումներ էին անում ու քրիստոնյաներին, սլավոններին բանին գազով խեղդում սպանում էին, 1000 ու մի բան էին անում, գրում են, որ ջվուդներին են վառում։ Հիմա բոլոր գլխավոր բժիշկները, տերերը, իրանք լավ էլ գիտեն ով է հայ, ով է ջվուդ բժիշկները։ Վերացնում են մեր հայ բժիշկները, որ հայերին փրկող չեղնի, բա եկել են ազերները, ջվուդները, եկել են, բա պիտի գործի ընդունվեն,
բաբիդի Հայաստան գործան է, տեղեր են ազատում, իրանց բժիշկներին տեղավորցնեն, բա կարող է գիտեք 300,000 թուրք, յանիմ նոր պիտի բերեն, Պարսիկի անվան տակ իբր թե փախստական լիքը բերել են արդեն, բա դրանք պիտի աշխատեն, կարող է պիտի նստեն ու գործ չանեն, բա պիտի գործ անեն, հայ պիտի սպանեն, իրանց գործն է դա, բա հիմնականում արդեն տեղերը ազատում են, որ մտցնեն իրանց շներին, բա մենք ձեռ ենք առնում, որ թուրքերը սովորում են հայերեն, բա այսքան ժամանակ ինչի ձեն չէին հանում, այսինքն ստեղի քաղաքական գործիչները գիտեն, որ թուրքերը հայերեն են սովորում, մի հատ հարց չտվեցին, ինչի համար են հայերեն սովորում, դուք գիտեք ապրելան պատերազմը, որ գնաց է հասել է այնտեղ, ինձ ասեցին, որ այդ կնոջ տունը, որ ես գնացի, այդ ծանոթների աղջիկա ամուսինը, ուրեմն ասեց, որ մտան հայկական ֆորմայով հայերեն խոսացող, աղբեր, սկսեցին խփել, չորրորդին, որ խփում են, նոր գլխի այստեղ են ընկնում, որ սրանք հայ չեն, ապրելանի մասին է խոսքը, ժողովուրդ ջան, ասմա մտան հայերեն, հայկական ֆորմաներով, աղբեր, ու սկսում են մաղել մերոնց, 4 հոգու որ սպանում է, 5-րդը ինքն է, նոր գլխի է ընկնում, ինքը իրանով սկսում է արդեն դրանց մաղել, էտեն սաղ է մնացել, ուրեմն ասեց, եկել են ստուգել են այդ դիագները, տարան ստուգեն, թե սրանք ովքեր են, հայկական պասպորտները, ժողովուրդ ջան, հայերի սուրպերի նկարները ջեբները, հայերեն լեզվով, բա 30 տարի հենց են չէին սովորում, այդ հենց հայերին սպանում են, ստեղի չաշված, ստեղի հայախոսները, այդ հենց հայկական պասպորտով, հայկական ֆորմայով, իբր թե գնացին կամավոր Արցախ փրկելու, մերոնց այնտեղ մաղում են, հիմա, այսօր ինֆորմացիա տարածվեց, որ նախ երեք չարաճոր ինֆորմացիա տարածվեց, որ Արցախի պրիստավիցիլստվայի շենքը, ներկայացուցիչ շենքը, դադախազությունով արգրավել են Հայաստանի պետությունը, ուշադիր եղեք, դադախազությունով, այսինքն որպես հանցագործներից շենքը արգրավել է Հայաստանի կառավարությունը։ Այսօր արդեն ինֆորմացիա տարածվեց, որ աֆիցերներին, Արցախի աֆիցերներին, որ տուն են տվել, բնագրվում են, փաստաթղթերը եկել, որ իրանք անօրինական են զբաղեցնում այդ տները, այդ բնակարանները, որ պարտավոր են ազատել այդ տները, ժողովուրդ, ես որ խոսում էի, սրանք Արցախը սարկում են, են որ նստած են իբր թե Արցախի հայ ղեկավարությունը դրանք ջվուդեն, որ մենք գործ ունենք Հայաստանն ամես տիբել, էսի որ ստեղից խոսում է Արցախը մերը չեր, այսինքն Հայաստանը գնացել էր Ադրբեջանի եղածնը զորբայության բերել էր, հիմա տվեցին, սարկում են, որ մենք տիրարիստական երգիր ենք եղել, ուրիշ եղածն ենք խլել, Արցախի շենքը արդեն բռնագրավում է, աֆիցերներին հանում է որպես տիրարիստ, դուք Հայաստանի բնակիչ ոչ եղել եք, են որ հենց հենեն չի, սա տաշիրի լամուգը աղբոր տղեն, ասում է այդ առանցին միավորում է եղել, մեր հետ կապ չունի, եսա սաղ գմիացնեմ, եսի սարկում են, որ Արցախը հայկականը չի եղել վաբշե, որ մենք տիրարիստական երգիր ենք, արցախցիներից սկսած բոլոր Հայաստանի ընդհանրապես հայերին
հայտարարելու են, որ եկել են գնացել են Արցախի համար կռիվ տերորիստեն, ու էլ այնտեղ չես կարա բացույցի ով է Արցախում կռվել, ով որ չէ։ Սաղի գլխներին սարկելու են, ես խոսացել եմ դրա մասին, սկսելու են հայերին պրոստը բռնել իբր թե Բաքվի ճուրմեն ուղիղ, ոնց որ Ուկրաինայում տեցեկա են անում, ուղիղ բռնում են իբր թե պատերազմի դաշտ, ուղարկում են Իսրայել նահորգնի, մի քանի ամիս հետո սև թուղթն են բերում, ասում են զոհվեց պատերազմի դաշտում։ Ինձ հետաքրքիր է, երեք որ այդ զենքերը ցույց էր տալիս, այդ սամալոտը ինչա։ Դուք մոռացաք հայեր, որ գնաց Ռուսաստան, իբր թե Պուտինից սամալոտ բերեց նստավ նկարվավ։ 35 միլիոն դոլար ամեն սամալոտին փող փոխանցվեց, բամբարդիրովիչնի սամալոտ էր իբր թե բերել։ Սամալոտներն Արցախ պաշտպանելու թռան երկինք։ Ինչ ասեց հետո Ռուսաստանը, ինքը սամալոտները արավ, բայց ռումբ չտարավ։ Ռումբ չկար, ինչ բամբարդիրովիչն է, ոչ բերվելա, ոչ բան, գումարները դուրս գրեցին, նստավ այնտեղ նկարվավ, թե ուր նկարվավ, դուք ինչ գիտեք ուր նկարվավ, որ ինքը սամալոտա բերե, փողերը Հայաստանի բյուջետից դուրս գրեցին, հելան ասին ռումբ չի բերե, դրա համար էլ չի խփե։ Հիմա հարցերը առաջանում, որ ելնում է հայտարարում է, որ Արցախը հայկական չի եղել։ Տիրոջդ մայրիկ թլպատված շուն։ Եթե Արցախը հայկական չի եղել, Էրատոյիդ որպես ինչ էր ուղարկել 13 բոզերով, ֆորմեն հակած կալաշնիկով գնացին իբր թե Արցախ պաշտպանելու, բունկերում քու կնիգը ինչ էր անում, եթե Արցախը հայկական չէր, կնիգդ գնացել էր իբր թե պաշտպանելու, ինչ գործ ուներ Արցախում։ Բա եթե Արցախը հայկական չէր, դու քանի տակ ես դիմել վերջի 2 տարվա բաննագից դիմաբիլիզացվածներին, կանչեց, որ իրավունք չունեն ժողովուրդ ջան։ Նոր դիմոբիլիզացվածներին պատերազմի դաշտ կանչել իրավունք չունեն, մարդիկ կարան կամավոր հիմքով։ Կանչեց, որ վարչապետն ա դիմում, երեխեքը ելան էշ գնացին, գիտեք ինչի կանչեց տարավ, որովհետև ժամանակագից պատերազմը բիսպիլոտնիկ բան, իրանք արդեն կամպյուտերային պատերազմի մասնագետ էին, ուղարկեց գլուխները կերան։ Բա եթե Արցախը մերը չէր, դու ոնց էլար դարձար գլավնակամանդույշի, դու ինչ հիմքերով տղեկներին ուղարկեցիր, դու ընդհանրապես ինչ հիմքերով արկելում էր մարդկանց, քանի որ գնում էր պատերազմ, Հայաստանի բնակիչներին պատերազմի մասին ոչինչ չխոսալ 3 միլիոն թե 3000 դոլար շտրաֆ էր դնում։ Եթե Արցախը մերը չէր, Հայաստանը չէր կռվում, Արցախն իրան կռիվը տանում էր, չէր տանում, դուք Հայաստանի բաննագը չի մասնակցել Արցախը պաշտպանելու, չնայած պարտավոր եք փաստաթուղթ ունեք։ Հիմա ով է տերորիստ։ Հիմա եթե Արցախը մերը չի եղել, մեր տղեկներին քորով անկան, ինչ եք ուղարկել Արցախ, բանակ։ Եթե Արցախը հայկական չի եղել, տվար պարշիվը, թլպատված շուն։ Քանի աբացույց բերեմ,
որ փորձում եք սարքել Արցախը հայկական չի եղել, ու եթե փորձում ես հայերից Արցախը, հայկական Արցախը պաշտպանելու համար այդ թլպատված թուրք մերը սարքում ես, որ տիրարիստ են, առաջի տիրարիստը դու ես ուրեմն, դու տիրարիստ ես, հայ ազգին կոդորում ես, դու մեր փողեր ուտելով զենք չես բերում, դու մեր փողերով արած զենքերը տվեցի թուրքերին, դու եթե ուներ սարկավորումներ հրդե անջադելու, անտառները վառվում են 1000 հեկտարներով, ուր էր քո սարկավորումները, մի ամբողջ չաստը վառվեցին, ոչ մեկը պատասխան չտվեց, ժողովուրդ ջան, ուր են քո սարկավորումները, եթե սարկավորումները կան, դուք հանցագործ եք, որ չեք օգտագործում Հայաստանի բնակիչներին պաշտպանելու համար, իսկ եթե չկա, դուք այդ մուլաժները հանեցիք այդ սամալոտի նման, ցույց տվեցիք, հաշվետվություն ներկայացրեք հայ ազգին, ինչ գոյություն ունի, եթե դուք սենց բաց ելնում եք ցույց եք տալի ժողովուրդ, բերել են մի երկու ավտո, գույները ներգել են, չգիտես ինչ, ենի Հնդկաստանից է, ենի Ֆրանսիայից է, ենի Չինաստանից է, ումն եք դուք հավատում, ումն եք դուք հավատում, պապենական մեր հողեր հանցնողներին 600 հոգի տղա մենակ սպանեցին, ջերմուգի հողերը հանցնեց, ինչն է հզորացրել, ով է հզորացրել, Սերժն ու Քոչարյանը, որ մեզ բան արեցին, եղերն արեցին, Սումգայիթում, Բաքվում, Գետաշենում, աղջիկ կաս շփվում եմ հետ կնոջ, ասեց 28 հոգի իմ հերս թուրք սպանե մեր տան մեջ, դուք պատկերացնում եք հայերի վիճակը Սումգայիթում, ժողովուրդ ջան, ասեց էլ տապորով, էլ կիսլատայով, էլ երման ջրով, ինչ կարողացել ենք, մենակ հերս ու հարևանը, 28 հոգի սաղ գիշեր ջարդ են տվել, 28 հոգի մենակ տարածքում սպանել է, դուք պատկերացրեք ինչքան են եկել են, հասել են Հայաստան հորդիագը, վերջում թուրքերը սպանել են, դիմել են Սերժիգին բանին, որ դիագը բերեն, ինչ Սերժն ասի լավելն է, վայ սուս, արանց էլ մեզ է մեղադրում, մեկը չի ասում, որ 28 թուրք ինչ գործ ունեն, դուք գիտեք, որ տարածքը, եթե քո տարածքում դու մարդ սպանես, դու հանցագործ ես, ժողովուրդ, իմացեք այդ օրենքը, это կոչվում է нападение на тебя, на твоей территории, 28 հոգի, ինչ գործ ունեն գիշերով այդ հայի տունը, որ ասել է սուս մեզ են մեղադրում, հասկացաք, եղերն ու հարցը չի դրվե, պահան չի դրվե, գնավ Մագդա հիմա տրակվի, որ մենք հայերովս աբացույցենք, խուցպա պալիտիկան իրանց ջարտենք, որ տարածում են դուք էլ մեզ սպանեցիք, քծեցիք մեր վրա, որ մենք ենք ձեզ սպանել, էդի կոչվում է խուցպա, իրանց պալիտիկանը, ժողովուրդ ջան, Սերժն ու Քոչարյանը հարց դրեցին, տակ երկա են ծեծում, հարց դրեցին, եղերնու, ոչ, սուս, ես հիմա տեսնեմ կգտնեմ այդ վիդեոն, երեկ են տարած է հայերը, որ ոնց են սպանել Արտուր Մկրտչյանին, ժողովուրդ ջան, քորենք երբ որ ջվուդներով հարց են բարձրացնում, գիտեմ որ Արցախի հարց առաջանալու է, հարց են բարձրացնում, ժողովուրդ ջան, հայերին ներքաշում են այդ հարցի մեջ, իմիջայլոց ձեզ բան ասեմ,
Են վերջերս, որ Ալիևի, չգիտեմ, այնտեղ պրեմիեր մինիստր տեղակալին զայրումար էր իջիվանցին եկել, կապիտուլացիայից հետո Խոստերին գիտեք ինչ ասեց, ասեց 90-ականներին մենք թուրքերս օպերայում Արցախի անկախությունն ենք պահանջում, բա որ ասում եմ սարկեցին, են տետրները, որ ցույց են տալիս, իբր թե գրակետ, չգիտեմ ինչ, թուրքը գրակետ, ես իմ որ հայ տետրներն են, պահել են, ցույց են տալիս ձեզի, էդ կա մի ամիտեք հայեր, այս հենց թուրքի լամուկներով, էդ չգիտեն, ովա դառնալու տունը միջև հիմա փագած պահել են, գիտեն, լավ էլ գիտեն, փաստորեն պիտի դա գնար, դառնար Ալիևի տեղակալա, չգիտեմ ինչ զայրում արա, պրեմիեր մինիստրի տեղակալա ինչ զայրում արա, որ պիտի հարց լուծեն, տունը թանգարանի նման պահել են, որ մեզ հիմա ասեն, ատլիչնիկ հայեր են սովորող, ատլիչնիկ գերազանցիկ խելքով են, Բերանով ասեց, որ 90-ականներին օպերայի դեմ Արցախի անկախությունն են պահանջել, հիմա ժողովուրդ ջան, Արցախի հարցը ջվուդներն են նախորոք բարձրացրել, դրա համար Հացպանյանը ասում է, որ 87 թվի Պրավդայի թերթի մեջ կամ 89 թվին Պրավդա թերթի մեջ սովետական միության գլխավոր թերթն եղել, ով որ չգիտի, ասում է Գորբաչովին, որի իսկական ազգանունը Գերբերը, հարց են տվել, ինչի եք բարձրացրել, Գորբաչովին է հարց տրվում, ինչի եք հարցը բարձրացրել, Արցախի, ասելա, որ потому что обетованная земля это не Израиль, а Կարաբաղ, տեսնում եք ոնց են խաղերը խաղում, Գորբաչով ելնում հայերին ասում եք, դուք մոռացաք Ադրբեջանի տարածքում 300,000 հայ ունենք, հարց իրանք բարձրացնում են, գիտեմ, որ հայերը ընկնելու են այդ հարցի լուծման, պատվոխը չհասկանալով, որ ջվուդներն են սարկում, գիտեն, թե գավ արտարության ժամը, հայերին հանում են ջրերես, հայերին սպանում են, իրանք խաղը շարունակում են, ժողովուրդ ջան, մի սերունդ հայ կոտորեցին, իրանք նստան որպես Արցախը պաշտպանող, են որ ցույց են տա, են որ ասում են, չէ, Քոչարյանը բան արեց, քորին ստիպեց, վիդեոն տեսել ենք բոլորս, դուք տեսել եք այդ են զախվատ վլաստի, որ քորն ասում է, դե սկսենք, ու սկսում է խոսալ, իբր թե իրան ստիպել են, սկսում են բեմադրությունը, որ քորն έλավ ելույթ ունեցավ, ուշադիր լսեք էս, այս ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմն, այլ այս հրահրումները գալիս են շատ խորը եւ իմաստուն մարդկանցից եւ նրանք իհարկե Արտուր Մկրտչյանը մեջտեղ բերեց հрьяաների անունը եւ պատկերացրեք երբ Կոզրևը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեց մեկ շաբաթ հետո այդ ելույթի համար խոսացվել էր եւ հետո Արտուր Մկրտչյանը շատ հայտնի ձեռքերով սպանվեց այս ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմն, այլ այս հրահրումները գալիս են շատ խորը եւ իմաստուն մարդկանցից եւ նրանք իհարկե Արտուր Մկրտչյանը մեջտեղ բերեց հрьяաների անունը եւ պատկերացրեք երբ Կոզրևը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեց մեկ շաբաթ հետո այդ ելույթի համար խոսացվել էր եւ հետո Արտուր Մկրտչյանը շատ հայտնի ձեռքերով սպանվեց այս ոչ թե հայ-ադրբեջանական հասկացաք, որ Մագդան երբ որ խոսում է սա ջվուդների կռիվն է հայ ազգի դեմ, իրանք ներդրվել են 100 տարի ի վեր Հայաստան, Արցախ աշխարհը, հայախոս հայկական պասպորտներով հայկական յան ազգանունները յանը խփել են, ելել են ներսից մեզ սպանում են։ Եղավ ժողովուրդ ջան, իմացաք, հասկացաք, այնց որ Արցախա հայություն, ես չեմ դիմում Արցախից եկած ջվուդները, որ այնտեղ հանցնեցիք, եկել եք ստեղ Հայաստանը հանցնեք, վերացնեք։ Արցախա հայություն ջան,
Պատրաստվեք ժողովուրդ, ընդրություն չպիտի լինի։ Հիմա այսա բուկլետնա ժպտերեսիգին։ Ստեղ ինչ որ չեմ էլ կարտած է, ցուցակը կա, իբր թե Իրան արածները հայության եւ Հայաստանի ու Արցախի համար։ Ստեղ ինչ որ գրված է, որ Ղազանջոցի եկեղեցին ինքն է վերակառուցել Իրան միջոցներով։ Երբ որ 2020 թվին Նիկոլը հանձնեց 80% մեր Արցախի հողերը, նաև Շուշին Ղազանջոցով, այդ ովը Տաշիրի համար ուզում ձայն տալ, որ 21 թվի մեր գլխին սարկած, փաթաթած մեր գլխին, կապիտուլյացիայից բետար փաթաթած ընդրությունները։ Տաշիր Սամոն վերջում եկավ Նիկոլի ձեռը, այսենց 18 թվին Ռուբեն Վարդանյանն եկավ Նիկոլի ձեռը սեղ մեջ շնորհավորեց, 21 թվին Տաշիր Սամոն եկավ Նիկոլի ձեռը բռնեց շնորհավորեց, որ օգնեց վերընտրել, տպավորություն ստեղծին, որ Նիկոլին հայազգը վերընտրեց, Տաշիր Սամոնն ա եղել։ Այսինքն երկար բարակ չխոսամ։ Ղազանջոցը հանձնելու համար Տաշիր Սամոն Նիկոլին ասեց ապրես աղբերս, արի մնա շարունակի մնացածը։ Բա Ստիպանակերտում են եկեղեցիները, որ երկու հատ էլ վերացրեցին, Նիկոլն էլ ասեց իրանց հողն է, ինչ կուզեն են էլ կանեն։ Այդ ով Նիկոլին վերընտրեց, որ են մնացած եկեղեցիները քանդեն։ Տաշիր Սամոն ով է։ Հիմա եթե Տաշիր Սամոյի թուլեն, աղբոր տղեն, եսա ցույց կտամ ժողովուրդ ջան, ելույթը, եթե խոսում է, որ վաբշե մերը չի եղել, հողերը, ինձ հետաքրքիր է, եթե Արցախն եղել է առանցին միավորում, մեր հետ կապ չունեցող վաբշե, Տաշիր Սամոն, ինչի էր Ղազանջոցը ռեմոնտ անում, վերակայնացնում էր, ինձ շատ հետաքրքիր է։ Եթե Արցախը առանցին միավորում ա եղել, մեր հետ կապ չի ունեցել, Տաշիր Սամոն ինչի էր վերակայնացնում Ղազանջոցի եկեղեցին։ Իսկ եթե վերակայնացնում էր, գիտեր, որ մերն է, վեհապար տեր, ես շատ եմ դիմել Տաշիր Սամոյի նգարը Սուրբ Էջմիածինից հանի։ Դու պրոպագանդա ես անում են մարդուն, որը Ղազանջոցը տրակցնելու, մեր պապենական հողերը հանձնելու համար վերընտրեց նորից Նիկոլին, տվեց մնացածը վերացնել, մեր ժողովրդին եղերնու ենտարգել և հայաթափանել Արցախը։ Դու օգնում ես հայազգին շեղել, որ ջվուդի տղուն, ջվուդի ամուսնուն, ջվուդների հորը, ջվուդների պապուն, ջվուդների հորողբորը, որպես հայ ազգի ներկայացուցիչ ու հերոս ընդունեն։ Վեհապար տեր, ես ընդամենը մի դրամ եմ գծել
Էդ կանեմ ունեցե։ Մի դրամ եմ քծե մեր եկեղեցու կասայի մեջ։ Ամբողջին 61 տարվա մեջ ես մի դրամ եմ քծել։ Տաշիրը միլիարդներ է գողացել, քծել, ավելի շատ է արել, բայց արածը տվեց։ Ես էլ էդ կանեմ ունեցել։ Ես քեզ չեմ ասում իմ նկարը կպցրա, ես քեզ ասում եմ արտար եղիր, տաշիրի նկարը ու իրան կնգա նկարը Սուրբ Էջմիածինից հանի։ Ու հերիկա քաղաքական գործիչներին, թլպատվածներին մեր Սուրբ խաչով վեհապար տեր։ Հերիկա օրշնես։ Ես գրել եմ, երեք Սարդարապատում Նիկոլը ստեղ պարադ էր անում, տաշիրի լամուկներն էլ Սարդարապատում են, գլուխները դնում են, խաչակնկվում են, վերջում էլ մասոնական ժեստն են անում։ Դու ում նկարն ես վեհապար տեր պահում, Էջմիածինում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Չեք ասում գնալու եք Արևմտյան Հայաստան։ Չունի տարածքային նկրտում Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում, հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում։ Եվ նա թող երկու բաները չմիացնի, երկու հարցերը։ Միայն Թուրքիայից չէ՞ չունի Որևէ նկրտում Արցախը ասեմ։ ասեցիք հարևաններից։ Այո, բոլոր հարևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում։ Այսինքն Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային Վեհապար տեր դու ումն ես օրշնում։ Այսինքն սա ասում է, որ հայազգը մկրտում չունի մեր պապենական հողերի, մեզ մորտողներին թողել ենք իբրտե, իրոնց արդեն, Արցախը մերը չի եղե, առանցին է եղե իրան համար, այսինքն սիրամուրն իրան գլու, բա որ մերը չի եղե, դուք ենդեղ ինչ կեղդ էիք ուդում, եկեղեցի էիք վերակայնացնում, թե սպյուրքի ուղարկված փողերը լավ մխսում եք, դուք գիտեք շինարարության վրա ինչ փողեր են աշխատում ժողովուրդ ջան։ Հա? Սպյուրքի փողերն եք մխսում, որ Արցախը սենց հրաշք սարքենք նորից հայերովս, ամբողջ հայությունով, դրեցիք սինին, բանցիք կկաբեցիք, Նիկոլի ձեռով հանցնեցիք, դու ում թազի թուլեն ես ընդհանրապես, իմ տեղ խոսաս, իմ պաբերի տեղ խոսաս, դու ում թազի թուլեն ես, որ կայնես ասես հայ ազգի անունից, Հայաստանի անունից, որ մենք հողերի պահանջ չունենք։ Ժողովուրդ, ձեզ գրում են ստեղ, ժպտում են։ Լվի գդեր, քանի տարի առաջ, բերանը բաց ժպտալով ասեց Նիկոլը մեր աղբերն է։ Էսի քանի ընդրություններ չկար, բերանը չեր բացել։ Ես չգիտեի, որ էսի դոդից բետար անգրագեդա, դոդից բետար քծողա, մարդիկ մերան գրելով, հայերը Սիբիրում աշխատում էին, փողերը քծելա չի տվե։ 7 միլիոն հարսանիք է արել, ազերի օբյեկտում է արել ժողովուրդ ջան։ Այդ 7 միլիոնը կարար բերեր Հայաստան օբյեկտ սարքեր, Հայաստանում իրան տղու հարսանիքն աներ, այդ փողերը հայերը աշխատեն, ազերների օբյեկտն է տարե, տղու հարսանիքն արե։ Ժողովուրդ հայեր, հասկացեք,
ինձ փորձում են կծել ջհուդները, որ դու սաղին վադաբանում ես, սաղին ջհուդ ես հանում, ինչա հայ չկա, քաղաքական դաշտում ժողովուրդ ջան, հայ չկա։ Էլ եմ ասում, իրանք 100 տարի ի վեր չեն ներդրվել ու ցրտվել, որ ելնեն գրուշչիկ աշխատեն, հավաքարար աշխատեն։ Իրանք ներդրվել են, որ քաղաքական դաշտը գրավեն, մեզ ներսից դեմ տան։ Մագդան չի ասում, Հայաստանում հայ չկա։ Մագդան ասում է 3 միլիոն բնակչության միջից ռոլիկը ցույց եմ տալիս, որ Եվրейների միության նախագահան Հայաստանին ասում է, որ Հայաստանում ապրում են 800,000 ջհուդ, դա դեռ խոսացվել է մի քանի տարի առաջ։ Հիմա այդ լամուկներն արդեն դարձան չափահաս, իրանց այդ լամուկները, արդեն ամուսնացանել է երեխա ունեցան, որ Հայաստանում ապրում են 800,000 ջհուդ եւ 2,000 ընտանիք։ Մագդան ասում է, որ դրանք սաղ լծված են քաղաքական դաշտում։ Դրա համար քաղաքական դաշտում, որ գարշոկի կրիշկեն բացես, ջհուդի գատակից դուրս ելնում։ Այդ կեղդը սաղ իրանք են։ Մագդան ասում է, հայերը քաղաքական դաշտից դուրս են։ Ապոզիցիան դրա համար իրանք են, որ հայը քիթը չկոխի։ Մամուլը իրանց է, մամուլը հային չի տանի տաղավար, հային պրապագանդա չի անի, որ հայությունը հայի խելքին չընկնի, ելնի ջհուդի դեմ։ Հային պրապագանդա մամուլով չեն անում։ Էլ ոնց բացադրեմ։ Այդ կծողներըց, որ գրում եք ձեր խելքով իբրթե, ինձնից խելքով եք, փորձում եք ինձ տուպիկ դնել։ Ցույց տվեք, որ Մագդան ասել է, որ Հայաստանում հայ չկա։ Այո, Մագդան ասում է, Հայաստանում կան 800,000 ջհուդ, փաստը ցույց եմ տալիս, որ դա Մագդան չի խոսում։ Մագդայի վրա ինչքան բողոքել են, Մագդային քաշել են ոստիկանություն, Մագդան ցույց է տվել վիդեոն ու ասել է, ոստիկանապետ են, ոստիկանապետի տեղակալ են, քննիչ են, նայած ինչ մակարդակի վրա ինձ կանչել են, ասել են, այս կռիվն եմ Մագդան տանում, ամբողջ քաղաքական դաշտի դեմ։ Մագդան ոչ էստեղից է, ոչ էնդեղից է։ Մագդան ամբողջ քաղաքական դաշտի դեմ է։ Այս վիդեոն լսեցիք։ Այո, հարց եմ տալիս։ Դուք ներքին գործերը սա ստատիստիկան, ինֆորմացիան, բոլոր Հայաստանի տարածքում, բոլոր բնակչության տվյալները ձեր մոտն են։ Ինձ գոյն է մի հատ ջհուդ ազգանունով քաղաքացի բնագիչ ցույց տվեն, նայում են, ասում են չկա, ասում են բա ուր են իրանք։ Ուր են։ Հայի ազգանունի տակ թաքնված են, ժողովուրդ ջան։ Ոստիկաններն էլ են զարմանում։ Չեն մտածել, չեն զբաղվել դրանով։ Հիմա, եթե ինձ մեկ էլ գրեցիք, որ սաղի վրա ցեխ եմ լցնում, ես եմ, Մագդան ինչ խոսում է փաստերով։ Մագդան ինչ խոսում է փաստերով։ Մեկ էլ եթե ինձ գրեցիք, որ ես սրան կամ նրա վրա ցեխ եմ շպրդում, եթե ես բացում եմ ու ցույց եմ տալիս ցեխատագը, ես չեմ մեղավոր, որ իրանք ցեխ են, կեղտ են։ Ես ցույց եմ տալիս իմ ազգին, որ այս կոստյումովը որ կա, ախր Ֆրունզիկը երևի մի բան գիտեր, որ ասել է կոստյումը չի գեղեցկացնում մարդուն։ Մենք սա որպես կադակ ենք ընդունել, ժողովուրդ ջան։ Ֆրունզիկը մի բան հասկացրել է։ Կոստյումը սովետը արդեն որ ստեղծում են մեր գլխին, կոստյումները արդեն քաշում են ժողովրդի ջանին, ազգային շորերը քիչ-քիչ վերանան,
Դա էլ է ազդում ազգային քո հասկացողության, գիտակցության վրա։ Սարքեցին շաբլոն սև կոստյումներ, գալուստուկներն էլ աշեյնիկները կապեցին, որ կառավարելի դառնան իրանց պաշտոններով։ Ֆրունզիկը մի բանը գիտեր, որ ասեց, կոստյումը չի, որ գեղեցկացնում է մարդուն։ Իսկ Պարուշ Սևակի խոսքերը, որ ասելա մեկն աշխարհն է շալակած տանում, մյուսը էլ աշխարհ շալակի, շալակն աշխարհի։ Պարուշ Սևակի գլուխը ջվուդները չէին ուտի, եթե Պարուշ Սևակը ջվուդի ֆակտորը չիմանար, իսկ կարող է Պարուշ Սևակն էլ մեզ հասկացրել, որ կա ժողովուրդ, որ աշխարհն է շալակած տանում, գիտելիք ենք տալիս, ամեն ինչ տալիս ենք, որ աշխարհը ապրի, իսկ ժողովուրդ էլ կա, էլ է աշխարհի շալակը, շալակն աշխարհի, ջվուդների մասին, դարմայետների, մարտասպանների։ Հասկացաք, ես ձեզ կսկսեմ, հենց ատակատալ, եթե դուք մեկ էլ մտակի մեջերի մեջ ապուշ բաներ գրեցիք ձեզ խելքովի տեղ տնելու, ես ասել եմ հայ ազգից մեկի տեղ 1000 անգամ ներողություն եմ խնդրել, ես իրանց մամաներն էլ գլացացնեմ, պապաներն էլ գլացացնեմ, պետք կլնի քֆուր էլ կդամ, պետք կլնի խայդարակ իրանց նկարներն էլ գդնեմ, միջև սրանց հարցերը լուծենք, ժողովուրդ ջան, մենք գործ ունենք կեղտի հետ, լսեցիք Արտուր Մկրտչյանի, ինչի համար են սպանել, որովհետև ասելա, որ ջվուդներն են այս ամեն ինչը անում, հասկացաք հայեր ջան, հենց որ ոչ մեկից ընտրելություն ենք, ես գիտեմ, որ մարդկանց ստիպում են, բա ես գոռում եմ, որ լծակը, կառավարման լծակը իրանց ձեռն է, տաշիր, մաշիր, պայքար չկա, այն որ Ռուսաստանից ասում են, мы сделаем военную операцию на Армению по защите нашего гражданина России Самвела Карапетяна. Серьезно? Серьезно? Ваш гражданин, имеющий, если гражданство России, какого черта здесь на государственном уровне занимается политикой? Вы кого за лохов держите? ՍՎՕ են ուզում անել Հայաստանի վրա, իրանց լամուգին քծել են Նիկոլի հետ խաղում են պրատիվաստայանի, ժողովուրդ ջան, կլուբնիկի դարդ մի արեք, որ կլուբնիկան մնացել է իբրտե, երբ որ 2016 թիվներ, հա, կարծեմ, երբ որ Սիրիայում Էրդողանը խփեց ռուս լոչիգի, Причем բոլոր միջազգային նորմերը խախտելով, երբ որ լոչիգը կատապուլտիա է անում, կատապուլտիրույցը պարաշուտով իրան խփել են, իրավունք չունեն։ Պուտինն էլ ասեց, որ աշխարհը չի ուզում քանդի, ինքը պամիդորներ չի թողնի, Էրդողանը ծախի Ռուսաստանի դաշտում։ Кочвав помидорная политика, а Путин помидорами нагнет Эрдогана. Помидоры турецкие шли через Армению. Зададимся вопросом. Турецкие помидоры шли через Армению на российский рынок. ФСБ сдохла? Не знала об этом? Или у ФСБ тоже, здесь помнит, там не помнит. Никол такой же Эрдоган для Путина. Так что клубнику в Россию экспортируют не сельчане, հայ գյուղածին չի։ Հայ գյուղածին մի մարկ երկու մարկ ունենա, հաստատ ֆուրերով չի ուղարկում ժողովուրդ ջան։ Այդ մենց ջերմոցները կլուբնիկային, նախ երբ որ կլուբնիկայով սկսեցին բանակ պահել,
Ասեցին, որ Էրատոյի ջերմոցներն են։ Ոնց որ մասկեկների գործարանը դրեց, սկսեց մասկա տպել, մեզ բարեգործություն էին անում, վակցինան ձերի էին տալիս, մասկան փողով էին տալիս։ Причем մասկան մի դրամանոց 50 դրամ թե 150 դրամ էին, 200 դրամ էին ծախում։ Էրատոն դրեց բառաս գործարան, սկսին մասկա տպել։ Կլուբնիկի բիզնեսն էլ հաստատ հայ գյուղացուն չի, ժողովուրդ ջան, ասեմ ավելին։ Կլուբնիկեն լավ էլ գնալու է, հասնելու է Պուտինի շուկան, որովհետև ջվուդներն են կրուպնի բիզնեսով զբաղվում Հայաստանում, Միշիկ Մինասյանի սպայկե կտանում են ավտոները, այդ գործն են իրանք անում, ժողովուրդ ջան, Միշիկ Մինասյան ենք զակուպկեն անում են, տանում են այնտեղ թանկ ծախում են, հիմա, երբ որ հայտարարում են, որ Ռուսաստանի շուկան փակ է, ինչա դառնում, Հայաստանում իբր թե միրգը չի վաճառվում, գինը իջնում է, իրանքը իրանցը տանելու են, ծախելու են, գյուղացու գինը գցելու են, հասկացաք ընդամենը ինչ պրոցես է գնալու, վсё, ժողովուրդ ջան, իրանք իրար բիզնեսի վնաս չեն տալիս, այնց որ դարդ մի արեք, մտածեք, որ ընդրություն չպիտի լինի, Ռուսաստանը ձևա թափում ջվուդական сценаров, а я здесь ни при чем, а мы здесь ни при чем, все при чем, все эпштейновцы, и Америка, и Европа, и Турция, и Азербайджан, и Израиль, и Россия, и Зеленский, все правительство всех стран под еврейством, не путайте с народом коренным. Հասկացաք ժողովուրդ ջան, շնորհակալություն, այնց որ այդ պարադը որ կար, զենքերը տեսակ, սաղցած էին նայում, մեզ Սանսանիչը սովորցնում էր, правое ухо выше левой, ոչ թե այսենց վերև նայել, հաբարդ, правое ухо выше левой, զինվորը այսենց պիտի քայլի, Զենքը պիտի այսենց դոշիտ խպած լինի, զենքերը ցած, զինվորները ցած էին նայում, ուրեմն լսեք, եվրեյները սարկում են երկրորդ համաշխարհային եղեր, ներկաշում են սլավոններին, քրիստոնյաներին, արիացիներին, այսենց իրար կոդորելու, ոնց որ հիմա բայրակտարներն էին կարդինատներ տալիս են վախնել արտիլերիանա խփե սամալյոտներով են խփե, ջվուդներով արեցին, ջվուդներով իրանց նշանագեցին, որ իրանք տուժված են, տուժված գերմանացուն նշանագեցին, որ ինքը ֆաշիստ է, իրանք կսցրեցին, բերեցին Ստալինի դեմ, դրոշակները գցեցին, Հային չկարողացան դրոշակ գցել, պաչիմուտ ինչ որ դրոշակ է փոխվել, դուք տեսակ, որ Արցախի հերոսների այս բաները փոխել ամիդալներին, Քամրանն արդեն շնորհակալություն հայտնեց Նիկոլին, բա, հայտնեց Քամրանչիկը Նիկոլին հայտնեց միդալների այս կախվող տեղերի Արցախի նշանները հանել են, շատ կարևոր էր իրանց համար, այնց որ զինվորներին մեր ջվուդ կամանդնի սաստավը, զինվոր երեխեք, դուք նոր եք գնացել, դուք չգիտեք, 8 տարի բաննագը դիզերտիր կապիտուլանտի հայ թշնամու ձերքնա, Ես չգիտեմ, ձեզ երևի այդտեղ ստրայվոյ պատգատովկա բան նորմալ չեն սովորցնում, իհարկե հիմա։ Իմացեք, որ ստրայվոյ պատգատովկեն զինվորի գլուխը բարձր պիտի լինի, ավտոմատը պիտի պատրաստ լինի խփելուն, ոչ թե այսենց կզած քայլեք։ Եղավ, իսկ են կամանդիրները, ով որ Արցախ հանձնողին, դիզերտիրին,
Զենքերը հանցնողին, հող հանցնողին չես տա տալիս։ Դուք պարզապես ոչ թե ներկևից եք մենակ թլպատված, դուք քոչվոր գլխից թլպատված եք։ Եղավ։ Դե հիմա գնացեք վրես բողոքեք։ Խնդրեմ, սպասում եմ։ Ես ասել եմ, Նյուրնբերգի process-ը սարքեցին, ջվուդները գերմանացու գլխի։ Մի կինա, էլ է свидетель, որ ամբողջ ջվուդ ժողովրդին եղերն են արել։ Մի ջվուդի կինա։ Մերանք հայերով 100 տարուցի վեր, սա դաժը իտալացի գնացել են Ամերիկա, վիդեո լենտաները ցիֆրովիզացիա անեն, գտել են արխիվներից վիդեո կադրներ 15 թվին հայերին ոնց են սպանել։ Մենք հələ դեռ փորձում ենք աբացույցել։ Մի կին ջվուդիգին հանել են Նյուրնբերգի process, ինքը եղել է свидетель, որ նեմեցները եվրեյներին խալակոստ են իբրտե արել։ Ուրեմն լավ հիշեք։ Ես ասել եմ պահանջատերը ամբողջ հայ ազգի անունից լինելու է այս պարավը։ Այս պարավը, որ գրում եք պարավ, մազերը ծանրի, չգիտեմ ինչ, այո, տրակվում եք, որ կան պարավներ, այո, տատին է, այո, պրաբաբուշկա է, թուրքերը իմիջայլոց նգարս դրել են, գրել են, մать и бабушка армянской нации, վախից գրել են նա 60 միլիոնը, вы не победите, ժողովուրդ չկան 60 միլիոն, 6 միլիոն էլ չկան, մեր 100 քանի միլիոնը սարկում են 10 միլիոն, իրանցքի 6 միլիոն չկան, սարկում են 60 միլիոն, իմացեք էդի, ենենց որ պրաբաբուշկեն է, ես բացարձակ իմ տարիքներից, ոչ թուլացած եմ, ոչ խելքից թռած եմ, ոչ մի բան, առողջությունս էլ է տեղը, կամքս էլ է տեղը, խելքս էլ է տեղը, արխիվս էլ ստեղը, հետս է, ձեր սաղի տիրոջ մերը լացացնելու եմ, հայ ազգի անունից, այո, պահանջատեր եմ, ու ես իմ նպատակին կհասնեմ, լավ իմացեք, ես լինելու եմ այս հայ պարավը, որը ձեզ ջվուդներին կզցնելու է աշխարհով մեկ, ամբողջ աշխարհն եմ հանելու ձեր դեմ 7 միլիարդով, ձեր մի զալատոյ միլիարդ հայտարարված քակը ոչնչացնելու ենք, ոնց ես ասում, թլպատված շուն, պադից պադ ենք տալու, իմացար, ասվալտի վրա չենք փռելու, ասվալտի տակ ենք փռելու, եղավ, շնորհակալություն հայեր ջան։